Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Անտապյանը, ով կռվել էր Մադաղիսի և Եղնիկների շրջանում։ Նա պատմեց իրենց անցած ռազմական ուղու և կատարած գործողությունների մասին։ Եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ներքևում նշված կոնտակտային տվյալներով կապվեք մեր հետ և հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան, Instagram-յան և TikTok-յան ալիքներին, բաց չթողնելու համար մեր հետագա թողարկումները։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, եթերում է Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Անտապյան Գոռը։ Ողջույն Գոռ ջան։ Բարև ձեզ։ Ես էլ եմ ողջունում Գոռ ջան, շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվել ես մեր տաղավարում։ Ընդհանուր առմամբ քեզ ներկայացել ենք ծրագիրը, եթե ունես ինչ-որ ողջույնի խոսք, կխնդրենք ներկայացնես։ Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ ձեր հաղորդումը, ցանկանում եմ ձեզ լիքը նվաճումներ։ Այդքան է։ Ընդհանուր առմամբ սկսում ենք հիմնականում խոսակցությունը ծառայության ժամանակներից, բայց օրինակ մինչև ծառայությունը ինչով էր զբաղվում ու ինչ տպավորությունները առաջին ծառայության գնալուց ինչ ձև էր քո մոտ։ Ծառայությունից առաջ մենակ դպրոցն եմ ավարտել, ուսումնական կյանքի մեջ եմ եղել։ Պատկերացումները շատ տարբեր էր, ինչը որ ունեի բանակի մասին ու ինչը որ տեսա արդեն բանակում։ Նման բաներ շատ կար, ինչ որ մտածել էի, որ այդպես պետք է լինի, հիմնականում այդպես է եղել։ Կարևոր վեցի պատյոմը։ Բայց ապրումները բնականաբար ուրիշ էր։ Չէր կարա պատկերացնել, մինչև չգներ ծառայության, չլիներ զինվորական համազգեստով։ Որտեղից սկսվեց քո ծառայությունը։ Ծառայությունս անցկացրել եմ ուսումնական զորամասում, դրանից հետո նոր տեղափոխվել եմ Լեռնային Ղարաբաղ։ Ինչ մասնագիտությամբ։ Տանկիստ եմ եղել, նշանառու օպերատոր եմ եղել տանկի։ Ծառայել եմ Մատաղիսում, դրանից հետո տեղափոխվել եմ Մարտակերտ, մինչև պատերազմի սկսելը։ Քո հիմնական պատկերացումները օրինակ տանկի հետ կապված ոնց էին ու այդ ընթացքում ինչ ձև փոփոխության ենթարկվեց։ Պատկերացում մանուկ ժամանակվանից էլի տանկերի հետ սիրել ենք խաղալ, դրա հետ ինչ-որ կապ ուներ։ Պատկերացում ճիշտ ասած չունեի ընդհանրապես տանկի մասին, չէի էլ տեսել անգամ, առաջին անգամ տեսել եմ զորամասում ու ինձ առաջին անգամ այն ժամանակ, երբ որ պետքա նստեի տանկի մեջ։ Բարդ էր սկզբից թվում, որ պատկերացնում ես տանկիստ, մեծ բան է, բարդ անհասկանալի ինչ-որ process, բայց շատ շուտ սովորեցինք տեխնիկային, կարողացանք տիրապետել տեխնիկան արդեն։ Այ ուսումնական զորամասում կրակայիններ շատ էինք ունենում ու հիմնականում մեր վաշտը արդեն համարյա բոլորը լավ տիրապետում էին կրակայիններին, այ Արցախում որ արդեն տեղափոխվել ես, էկիպաժը ոնց էր անձնակազմը մարտական տանկ էին կցում արդեն, չէ՞։ Հա, արդեն տեղափոխվելուց ունենք, այսպես ասած, մեր սեփական տանկերը, որի համար պատասխանատու էինք մենք, պետքա վերանորոգեինք մենք, մաքրեինք մենք։ Մեր տեխնիկան էր, էլի։ Սպասարկման ժամանակները։ Սպասարկման ժամանակները ճիշտ է, չսիրելի ժամանակներից էր, որովհետև ֆիզիկական աշխատանքը շատ էր, դա պատկերացնենք, հա, մեծ տեխնիկա, բնականաբար աշխատանքը շատ կլինի իր վրա, քան, ասենք, ավտոմատի վրա, էլի։ Իսկ Արցախում ոնց էր կրակայիններ, անընդհատ զորավարժություններ։ Անընդհատ չէ, երևի 6 ամիսը մեկ ենք ունեցել զորավարժություն, բայց պրոֆեսիոնալ զորավարժություն, արդեն մարտական արկերով, հեռու նշանակետերի վրա, նշանակետերը օրինակ ավտոբուս էր փչացած, բայց մենք պետքա կրակեինք այդ ավտոբուսին, մեշեն չէր էլի ինքը, այո։ Իրավ։ Իսկական չափսերի տեխնիկա էր կանգնեցրած մոտ օրինակ 2 կիլոմետր հեռավորության վրա, որ նորմալ է, էլի, որ այդ հեռավորությունը։ Նու, հա։ Իսկ արդեն սեպտեմբերի 27-ին որտեղ էիք ու ոնց է ձեր համար։ Սեպտեմբերի 27-ին դե օրը կիրակի էր։ Առավոտյան այդ օրը այն միակ օրերից է, որ կեժամ ուշ է, չէ՞, արդեն զորամասում։ Դե նոր էլ արթնացել էինք, տենց բոլորս ոչ նորմալ հագնված, արդեն կիսահագնված, սկսեցին կրակոցները։ Ու աղոտ է ճիշտ ասած այդ առաջի մի ժամվա, 2 ժամվա հիշողությունները, որովհետև պատկերացում չկար ինչա կատարվում։ Զորամասի վրա հարվածներ եղել է։ Զորամասի վրա ամենաառաջինը կրակել են սմերչով, գիտեք ինչ տեխնիկա է։ Ու հիշում եմ, որ ով արդեն ինչ վիճակում որ կար, միանգամից վազել է տանկերի մոտ։
Ես դաժե հիշում եմ, ես բաց ինքեքով չեմ եղել դիմացի 2 օրը, որովհետև թողել էի Զորամասում, մինչև բերեցին։ Միանգամից, հա, տանկերով ու գնացել ենք մեր մարտական կետերը։ Մարտակերտում էի այդ ժամանակ ծառայում, Մատաղիսից տեղափոխվել էի ուրիշ Զորամաս, գնացել եմ Մարտակերտի մեր դիրքերը, Սխրավենդի, ավելի կոնկրետ։ Ինֆորմացիա ունեք, որ սպասվում է ինչ-որ մի գործողություն կամ տարբեր, օրինակ, տեղերից ծառայած մեր ընկերները տարբեր իրավիճակներում են եղել այդ ժամանակ, բայց բոլորն էլ ինչ-որ մի չափով գոնե իրազեկված են եղել։ Նայեք, ասեմ կասկածելին որներ, դե այդ ժամանակ ես արդեն տարի ու կեսվա ծառայող էի, բավականին երկար եմ ծառայել ու իմ ծառայության մեջ առաջի դեպքն էր, որ գիշերով մեզ ուղարկեցին ավտոպարկ ստուգելու տեխնիկաները, ու դրանից մի շաբաթ կամ 2 շաբաթ առաջ արդեն սեզոնային սպասարկումներն էր եղել։ Կասկածելին էդ էր, եթե արել ենք սպասարկում ու գիշերով ինչի համար պետք է գնանք տեխնիկաները ստուգենք։ Դա ամսի 26-ի գիշերն էր, էլի, 27-ին արդեն, չէ, կներեք, 27-ի, օրը 27-ն էր արդեն, որովհետև հա գիշերը 2-ի 3-ի կողմերն էր։ Իսկ չէիք բացահայտել տեխնիկաները քողարկել։ Տեխնիկաները մեր մոտ կանգնած էին ավտոպարկում, իրանք քողարկված էին, էլի, ծածկի տակ էին։ Մենք մեր բեմպեները 26-ից 3-ը հանել ենք արդեն այնպես փորած տեղեր կային հատուկ տեխնիկաների համար, մասխալածներով փակել էինք։ Մեր մոտ այդքանով գիտենք, որ ինչ-որ մի բան այն չի, օրինակ, բայց էլի գործողությունների մեկնարկի մասին կոնկրետ ինֆորմացիա չունենք։ Հա, մեր մոտ էլ այդպես եղել, որ նախորդ օրը արդեն մեր մշտական գտնվելու վայրից Ջաբրայիլում ենք այդ ժամանակ Քյավտարի ծառի մոտ վրաններով հանել ենք պալատկեքի մոտից ամբողջ համանձնակազմը, համ տեխնիկաները սարի մեջ տարել քողարկել ենք, որովհետև արդեն նախնական ինֆորմացիաներ կար, այդ օրերին արդեն ԱԹՍ-ներ նկատվում էին օդում, մեծ հրամանատարներ ցույց էին տվել նույնիսկ։ Նայեք, կոնկրետ իմ Զորամասը, որտեղ ես ծառայել եմ, ինքը հենց հատուկ տանկային Զորամաս էր, քիչ քանակությամբ, մոտ 150 հոգի մարդ կար ամբողջ Զորամասում, այսպես ասած։ Մերը բատալյոն հայերեն ո՞նց է։ Գումարտակ։ Մերը գումարտակ էր ավելի շատ, քան ինչ-որ Զորամաս։ Դրա համար մեր մոտ ամեն ինչ պատրաստ էր, տանկերը տեղափոխելու կարիք չկար, իրանք կանգնած էին այնտեղ, որտեղ որ միշտ կանգնում էին ու քողարկված էին այնպես, ինչպես որ պետք էր։ Իսկ արդեն ռազմական գործողությունների մեջ 27-ից եք հենց մտել։ Հա, հենց 27-ից ամեն առաջի օրը գնացինք Մարտակերտի դիրքերը ու դրանից հետո ինչպես որ դիրքում եք։ Մեր չուներ, չէ։ 512 էին ասում մեր այդ բանին։ Հա, դա կարաս ասես։ Հա, մեր մարտական տարածքը 512-րդ տարածքն էր, բայց խնդիրներ առաջացան։ Ունենք 10 տանկ, որից 3-ը ճանապարհին փչացան, այլ շահագործելու չէր։ 7 տանկն էլ բաժանվեց երկու մասի, 3-ը գնացին Մատաղիս հետ, 4-ով մնացինք Մարտակերտ, բայց դե 2-3 օր հետո տանկերը բոլորը խոցվել էին արդեն, չունեինք տանկ։ Իսկ քո ջոկի հետ կապած ինչ եղավ։ Իմ էկիպաժը ամբողջ 44 օրվա ընթացքում եղել է նույնը։ Փառք Աստծո ոչ մեկ չի զոհվել իմ էկիպաժից, 3-ով միշտ եղել ենք իրար հետ։ Մարտակերտում եք։ Մարտակերտում ենք եղել, դրանից տեղափոխվել ենք Եղնիկներ, էլի 3-ը սիրած այդ մի տանկով մենակ մենք ենք Եղնիկներում եղել, մոտ 3 շաբաթ։ Ինչ վիճակ էր այնտեղ, ինչի սպասելիք ունեիք այն կողմում։ Եղնիկներում ճիշտն ասած մեզ ավելի շատ օգնող ուժ էին տարել, որովհետև դա Եղնիկների տարածքը գիտեք, բոլորը անտառ է, այնտեղ տանկը շատ քիչ բան ունի անելու, բայց ամեն դեպքում ուներ անելու բան։ Ուղղակի երևի 5 օր հետո այդ տանկն էլ խոցեցին։ Ինչով։ ԱԹՍ-ով, կամիկաձեով։ Իրանց միակ խոցելու ձևը այդ էր։ Ուրիշ քողարկված էր, իրանք գտան, հա, տանկը։ Շարժի մեջ էր տանկը, հրաման ստացանք, որ տանկը պետքա թողենք դուրս գանք, թողեցինք դուրս եկանք, մոտ 3 րոպե հետո ԱԹՍ-ն խոցեց տանկին։ Բայց ինչքան եք կարողանում կրակեիք, այ օրինակ որ խնդիր էր դրվում, որ պետքա դուրս գաք կրակեիք, քան իհարկեիք հասցնում կրակեիք միջոցվելը։ 3-4 սար կրակել ենք։ Դրանից հետո տեղափոխել ենք մեր արդեն կետը 2-300 մետր այն կողմ ուրիշ դիտակետ։ Մեր վաշտը ես ներկապային որ կարամ հիշեմ 2 տանկ մի կռատ խոցել է, որ ես տեսել եմ իմ աչքով։ Մեր վաշտը խոցել է նման տեխնիկա։ Դրանից հետո արդեն իրանց կամիկաձեներն են խոցել։ Հասկացան, որ շատ են արդեն վնաս կրում, ավելի լավ է։
որովհետև նայեք, իրանք իրանց տեխնիկայով չէին կարող խոցեն։ Միակ իրանց փրկությունը ԱԹՍ-ն էր։ Հա։ Իսկ այդ նոյեմբերի 9-ի հատվածում արդեն վերջը մելի եղնիկներում եք, հենց որ ամեն ինչ Չէ, եղնիկներից հետ եմ գնացել էլի Մարտակերտ, որտեղ որ եղել էին վաշտը, բայց արդեն այդ ժամանակ որ տեխնիկա չունեինք, այսպես ասած տանկից չէինք, որովհետև չունեինք տանկ։ Որպես, հա, պիխոտ ենք եղել, բայց այդ ժամանակ արդեն համարյա վերջացել էր, էլի չկար այն շատ կրակոց, այսինքն այդ բլիժնի բոյասվածը չի եղել։ Մարտակերտում ընդհանուր ճակատը պահվել էր, չէ՞։ Շատ երկար ժամանակ պահվել է ու ես գիտեմ, որ Մարտակերտը տենց շատ հեշտ ու հանգիստ են, էլի ոնց որ եկել վերցրել։ Չի եղել գրավել, եղել է թողել, հետո գալ վերցնել տարածքը։ Իսկ եղնիկների հատվածում էլի ճեղքում կար, թե եղնիկների հատվածում չէ, դժվար էր։ Եղնիկները մինչև կարելի ասել մինչև վերջ մնացել է այնպես, ինչպես որ կար։ Արդեն նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտի մասին, որ իմացաք, այն ինչ զգացողություններ, ինչ ապրումներ կար, ինչպիսի վիճակ էր ընդհանուր զորքի մոտ։ Նայեք, ճիշտն ասած, ոչ այդ կարելի ասել ուրախություն, ոչ էլ կարելի ասել տխրություն, անհասկանալի վիճակ էր ուղղակի, ինչ է լինելու վերջը։ Լավ վերջացավ, բայց վերջացավ, արդյոք։ Այդ հարցերը միշտ բոլորի մոտ կար, կամ եթե վերջացել է, ինչ ենք անելու հիմա։ Այ պատերազմի ընթացքում ինչ դրվագ ա եղել, որ ամբողջ կյանքի ընթացքում չես մոռանա, այտենց հետաքրքիր կամ։ Ուրեմն խոցել էին մեր տանկը, բայց տանկը չէր պայթել, սկսել էր ուղղակի վառվել, դե գիտենք, որ հանգցնելու ձևերից մեկը հողն է։ Այո, հողը։ Ես իմ մարտական երկու ընկերները, իմ էկիպաժը փորձում էինք հանգցնել ու հենց այդ պահին արկը պայթեց տանկի մեջ, հա։ Փառք Աստծո, ուղղակի տենց մենք վարնայից հետ թռանք, էլի, ոչ վիրավորվեցինք, ոչ էլ ինչ-որ մեկին ավելի լուրջ բան եղավ։ Այդ դեպքն է, որ չեմ կարա մոռանամ, չեմ կարա այդ բան բացատրեմ ինչ զգացի, անհասկանալի բան էր, օդի մեջ ես դու հայտնվում ես գետնում ու չես հասկանում ինչ ա եղել քո հետ։ Տանկի վրա եք բարձրացել։ Տանկը կանգնած էր խրամատի մեջ, մենք վերևն էինք, էլի կանգնած։ Իր կողքերը ամբողջը փակ էր։ Ու այդ էր միակ պատճառը, որ մենք չվարվեցինք կամ չվնասվեցինք, էլի ուղղակի պայթյունը մեզ հետ չպրտեց։ Մեր մոտ էլ եղել է, որ տենց էլի խփել են տանկին, արկը հմպայթել է, դուրս ենք եկել մեջից, հետո հողով հանգցրել ենք ու սպասում ենք, որ մեխանիկ գա, որ տանկը հետ տանենք։ Այդ ժամանակ պիխոտի խրամատում ենք սպասում, էլի տանկին առանձին էր ու ոնց որ մինչև մեխանիկի գալը տանկը պայթեց։ Մեխանիկը եթե շուտ եկած լիներ, մենք էլ ամբողջ անձնակազմով կպայթենք, էլի տանկի հետ։ Այ իրականում այդ ծառայության ընթացքում էլ է շատ հետաքրքիր, որ նայում ես ծառայության ընթացքում կարող է տեխնիկային այդքան շատ կարևորություն չտաս, օրինակ այդ ամենօրյա աշխատանքն է, որ հետը կատարվում է, լրջություն չտաս, բայց հենց այդ ռազմական գործողությունների ընթացքում շատ ժամանակ զինվորները տեխնիկան տեղափոխելու համար, վերանորոգելու համար հենց զոհվել են, ինչը դրա կարևորության մասին է խոսում, որ հենց օգնել է, որ դրա միջոցով կարողանանք մեր գործը լավ կազմակերպել։ Դե պիտի գիտելիք ունենաս քո տեխնիկայի մասին, քո զենքի մասին, որ կարողանա ինքը քեզ պաշտպանի, ինքը քեզ օգնի ինչ-որ հարցերում։ Շատ դեպքեր եղել է, որ ես էլ չեմ այդ բանը չեմ հասկացել, օրինակ իմ տեխնիկան ոնց պետք է վերանորոգեմ, բայց արդեն երբ որ եղել եմ 1.5 տարվա ծառայող, իմացել եմ, որովհետև ժամանակը ստիպել է, որ սովորես դու քո տեխնիկայի վրա։ Ամեն ինչի մասին, որ խոսացինք, վերջացրեցինք, այդ պատերազմական դեպքեր, բանակային ծառայություն, դու քո անձնական օրինակով ինչ կարաս խորհուրդ տաս նենց մարդկանց, ընտրերքին, որոնք հնարավոր է հայտնվեն այդ իրավիճակում կամ ընդհանրապես արժի բանակ գնալ կամ չգնալ։ Բանակ գնալ միանշանակ արժի, որովհետև մտածում եմ, որ մենք ենք պարտավոր մեր երկիրը պահենք, ուրիշ ոչ մեկ մեր փոխարեն չի անելու։ Աստված չանի, եթե ինչ-որ մի օր ինչ-որ մեկը հայտնվի նման իրավիճակում, ուղղակի իմ խորհուրդը կլինի, որ առաջինը չվախենա, հույսը դնի Աստծո վրա ու կռվի իր երկրի համար սրտանց։ Այդ էլ չէ, սերունդների համերաշխության մասին է, մենք օրինակ մեզնից ավագ սերունդը արել է 90-ականներին, ժամանակը եկել է, մենք էլ ենք մասնակցել, ինչ-ինչ հանգամանքներով
մենք չենք կարելի է նույն արդյունքը ապահովենք, բայց անհրաժեշտության դեպքում բոլորս էլ նորից պատրաստ ենք մեր ամենակարևոր մեծ ջանքը ներդնենք մեր հայրենիքի համար։ Ամփոփելով մեր այսօրվա հաղորդումը, կուզենայի մեջ բերել Գարեգին Նժդեի խոսքերից. Կա մեծ հայրենիքը, հայ երիտասարդություն, որը քոնը պետք է լինի վաղը։ Շնորհակալություն։